Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է լրագրողներին և տվել պարզաբանումներ վերջին օրերին Գյումրիում կատարված իրադարձությունների մասին։ Իմ ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը չէր խանգարում, որ ես հոգով գյումրեցիների կողքին լինեի։ Համենայն դեպս յուրաքանչյուր պաշտոնյա էլ արձակուրդ գնալու իրավունք ունի։ Մեջբերելով իր քաղաքում չգտնվելու փաստի հետ կապված շահարկումներն, ասում է Սամվել Բալասանյանը։ Տարբեր տեսակի մեկնաբանություններ եղավ իմ այցի հետ կապված։ Չգիտեմ, դերեցին Դուբայում եմ, Հանգստանում եմ, չնայած որ ամեն մի քաղաքացի, նաև քաղաքապետը իրավունք ունի արձակուրդ գնալու։ Այս արձակուրդ գիտեք, որ ամռանը չեմ գնում, որտեղ խիստ զբաղված եմ քաղաքաշինական գործերով, ասֆալտապատումով, ես միշտ իմ արձակուրդը գնում եմ հունվար ամսին։ Ըստ նրա, թեկուզև Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները գտնվում էին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, սակայն հնարավոր չէր այդ օրերին ԱՄՆ-ում արդեն պլանավորած հանդիպումները չեղյալ համարել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ժամը 5-ին դատախազության ես ուղղակի ամեն ինչ արեցի, որպեսզի ժամը 5-ին հասնեմ, բայց չհասա, որովհետև ուղղակի նաև այնտեղ ինքնաթիռների հետ կապված խնդիր եղավ։ Ես արձակուրդ էի ձևակերպել, որպեսզի ես ավելնորդ գումար չծախսեի իմ բյուջեից։ Ես անձամբ իմ գումարով եմ տոմսը գնաց է, դրա համար եմ ասում, որ արձակուրդ ենք ձևակերպել, որպեսզի ասենք պատվիրակության հետ կապված պաշտոնական այց չձևակերպի։ Արձակուրդ թե պաշտոնական այց քաղաքապետն այս պահին այնքան էլ չի կարևորում։ Թեև Սամվել Բալասանյանը վերջին օրերին քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին ներկա չի գտնվել եւ ԱՄՆ-ից ընդամենը 3 է վերադարձել, այնուամենայնիվ նա տվեց իր գնահատականը։ Այն, որ ոճրագործը պետք է դատապարտվի Հայաստանում եւ օրենքի ամբողջ խստությամբ, դա միանշանակ է։ Ցուցաբերեն զսպվածություն, հանդարտություն եւ այն ինչ որ կա սահմանադրությամբ, չգիտեմ, միտինգներ, պիկետներ, տարբեր տեսակի հավաքներ լինի օրենքի սահմաններում։ Ոչ թե ասենք ինչ որ 3 տեղի ունեցավ, չի կարող այդպես լինել։ Ես ասում եմ, դա ոնց որ թե գյումրեցու թասիբին դեմ լինի, այդպիսի վարկագիծ է։ Գյումրեցիների կողմից անցկացված ավտոերթերն ու բողոքի ակցիաները Սամվել Բալասանյանը ինքնաբուխ, տեղին ու ժամանակին համարեց։ Միայն թե գյումրեցիները պետք է զգոնություն եւ հավասարակշռություն պահպանեն եւ չտրվեն սադրիչ ուժերի հոսանքներին, ասում է քաղաքապետը։ Հետո ուղղակի ինչ որ մի մաս բաժանվեց եւ գնաց, չգիտեմ, դեպի հպատոսարան։ Այստեղ շատ հետաքրքիր, ճիշտ ասած, հարց է ծագում, թե լավ, ինչն էր պատճառը, որ ինչ որ մի մասա գնաց այնտեղ եւ այնտեղ եղավ շատ վատ բան։ Եղավ ընտրում, որի պատճառով գիտեք ունեցանք վիրավորներ։ Ինչ վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ ՍՔՈ օր հայտարարելուն, քաղաքապետն ու փոխքաղաքապետերն այդ մասին մտածել են, սակայն իրավասություն չեն ունեցել։ ՍՔՈ օրվա հետ կապված վերցրեք տեղական ինքնակառավարման մասին օրենքը, մենք ուսումնասիրեցինք, չկար այդպիսի, որ ուսումնասիրել եք, չէ՞, մենք չենք դիմել որևէ մեկին։ Բայց մենք ցանկացել ենք, որ անպայման ՍՔՈ օր լինի։ Դե պետք է որոշեր, դա երևի ազգային ժողովի կամ նախագահի կողմից։ ՍՔՈ օրեր հայտարարում են այնպիսի դեպքերում, որպեսզի ժողովուրդը ավելի այդպես զգոնանա այդ օրվա առումով։ Ինքը ժողովուրդը այդ օրը արդեն հայտարարեց, ոտքի է կանգնել ամբողջ հայ ժողովուրդը, ամբողջ Սփյուռքը, Ղարաբաղը, ոտքի է կանգնել նաև աշխարհի առաջադեմ մարդկությունը։ Վերջում պարոն Բալասանյանը նշեց, որ չպետք է կատարված դեպքերը որևէ կերպ ազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։